Ուզում եմ խոսեմ այս տեսանյութի մասին, որը որ երեք անգի աչքովս տեսել եմ, այս տեսանյութը ճիշտ ասած չգիտեմ, որ լրատվականն է կամ ինչ հեռուստատեսություն է, այդքան շատ չեմ հետաքրքրվում այս վերջերս, թե այս ինչ տեսանյութ են տեղադրել, պարզապես լենտան նայելով աչքիս անգնում այս տեսանյութը ու ուզում եմ հասկանամ սրա իմաստը, այսինքն ինչ թիրախավորում եք։ Վերնագիրը նամազ անող մարդը Երևանում նամազ անող մարդը սենց մի խոսքով թիրախավորում են մուսուլման մարդու, ով որ Երևանի կենտրոնում նամազ է անում, հա ինչ։ Այսինքն ինչ եմ ուզում հասկանամ, ես սրանով ուզում եք թիրախավորեք, այսինքն այստեղ մի քիչ խաղել են տանում, էլի չգիտեմ ում կողմից է արված, որ մենք չենք թիրախավորում, պարզապես նկարել ենք նամազ անող մարդու Երևանում, ոչ հարգելիս։ Դուք թիրախավորում եք մի մարդու, ով որ պարզապես եկել է մեր երկիր տուրիստ կամ աշխատանքային այցով ու իր կրոնի համաձայն նամազ է անում, հա ինչ Երևանի կենտրոնում։ Մենք հայերս քրիստոնյա լինելով քանի տասնապատիկ երկրներում եկեղեցիներ ունենք, աղոթք ենք անում, հավաքույթներ ենք անում, հարսանիքներ ենք անում, քեֆեր ենք անում, վարժարաններ ունենք, գրադարաններ ունենք, ամեն ինչ ունենք, քան հաշվեք քանի երկրներում, տասնյակ հարյուրավոր քաղաքներում։ Ու ինչ, հիմա ինչ պետք է մեզ զրկեն մեր աղոթքը անելուց, մեր կրոնը դավանելուց կամ մեր եկեղեցիները ունենալուց, հա։ Այսինքն ինչ ենք ուզում սրանով ասենք, թիրախավորում ենք մարդուն, որը նույնը մեզ հետ անեն ուրիշ երկրներում, հա։ Այդ որ Եգիպտոս եք գնում, Դուբայ եք գնում, Թունիս եք գնում կամ այլ արաբական երկրներ, ձեզ լավ չեք զգում։ Այսինքն ինչ դնեն թիրախավորեն, ինչ որ մի հատ լրատվական գա նկարի հային ու գրի, այ տեսեք հայը, որ պարում է քոճարի, հա, կամ տեսեք հայը, որ աղոթք է անում, քրիստոնյա հայը, որ աղոթք է անում, հա, դուք պատկերացնում եք այդ ինչա։ Դուք պատկերացնում եք դա ինչա աշխարհի մակարդակով։ Հիմա մենք ինչ ենք ուզում ցույց տանք, որ մենք թիրախավորում ենք իսլամիստներին, բուդդիստներին կամ չգիտեմ այլ կրոնավարներին, ովքեր որ մեր երկրում պրոստը եկել են մարդիկ, եկել են իմանալով, որ անվտանգ երկիր է, եկել են այստեղ ապրելու կամ աշխատելու կամ տուրիստ են եկել, նորից վերադառնան իրենց երկիր, եւ մենք տեսեք Երևանի կենտրոնում մարդը նամազ է անում, հա ինչ։ Ուրեմն, եթե ուզում եք ասեք, որ ադրբեջանցի է, քաղաքական հողի տանեք, որի մեջ չզզվելս գալիս է, չեմ էլ ուզում խոսեմ, բայց ադրբեջանցի չի, որովհետև հաստատ ադրբեջանցին այդքան ուղեղը թափած չի, որ գար Երևանի կենտրոնում նամազ աներ։ Ես հայ քրիստոնյա եմ եւ ոչ աղանդավոր եմ, իմ առաքելական եկեղեցու հետևորդն եմ եւ գտնում եմ, որ այս սխալը շատ սխալ է ժողովուրդ։ Եթե նույնիսկ ուզում եք ասեք, որ թուրք է, հա ինչ։ Մենք Թուրքիայում մոտավորապես 150-ից 200,000 հայեր ունենք, որոնք որ ամեն օր գնում են Թուրքիայում եկեղեցիներ, աղոթք, հիմա ինչ նորից թիրախավորենք այդ մարդկանց, վնասենք, մենք այս ամեն ինչով թիրախավորում ենք մեր եղբայրներին, քույրերին, որ ինչ վնաս հասցնել տանք, հա։ Կամ արաբական երկրներում Դուբայում եկեղեցիներ չկա, Շարժայում եւ Աբու Դաբիում արաբ շեյխերի կողմից իրենց իսկ ֆինանսավորմամբ հովանավորվել են եւ հայկական եկեղեցիներ են կառուցվել, որպեսզի մենք հայերս լինելով Դուբայում եւ Շարժայում, Աբու Դաբիում գնանք եւ աղոթենք, աղոթատեղի ունենանք։ Շարժայի շեյխը տարիներ առաջ, մոտապես 5-6 տարի առաջ եկավ Հայաստան եւ գնաց Հաղարծինի վանքը իր բյուջեով, իր սեփական բյուջեով ամբողջովին վերակառուցեց, տարածքը բարեկարգեց, որպեսզի մենք գնանք մեր Հաղարծինի վանքը եւ աղոթենք։ Արաբ շեյխը, իսլամիստ, որ մի հայ քրիստոնյան կգնա ինչ-որ արաբական երկրում մզկիթ կվերակառուցի, տենց բան պատկերացնում եք։ Ու հիմա ինչ-որ մի հատ սովորական արաբ, որը ես համոզված եմ արաբ է, եկել է այստեղ Հայաստանում աղոթք է անում, նամազ է անում ու թիրախավորում եք, սիրուն չի, ճիշտ չի, սենց մենք ճիշտ տեղ չենք գնում, ինչ եք ուզում ասեք, որ մենք այս մոլորակից առանձնացված ինչ-որ մի սուբյեկտ ենք ու սենց ինչ-որ մենք մեզնով, հա,
Մենք երբ պիտի հասկանանք, մենք այս աշխարհից ենք, թե չէ։ Մենք այս աշխարհի հետ քայլելու ենք, թե չէ։ Չգիտեմ։ Պարզապես դատեք ինքներդ։ Այս ճիշտ է, թե չէ։